Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում Read Japan ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ինստիտուտին նվիրված գրքերի շնորհանդես, որին մասնակցում էին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, դիվանագիտական եւ գիտական ոլորտի ներկայացուցիչներ։ Ինստիտուտի ֆոնդին նվիրաբերած 147 գրքերը վերաբերում են Ճապոնիայի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանը եւ այլն։ Դեսպանն իր խոսքում կարևորեց այս նախաձեռնությունը, հույս հայտնելով, որ ծրագիրը կունենա շարունակություն եւ կնպաստի Հայաստանում ճապոնագիտության զարգացմանը։ Դեսպան Յուտական հատկապես կարևորեց ներկայիս թվային ժամանակաշրջանում գրքերի առկայությանը։ Չնայած այս օրերին ինտերնետը եւ արհեստական բանականությունը շատ զարգացած են եւ հանդիսանում են մեր կենցաղի անբաժանելի մասը, բայց միևնույն է, ինձ եւ մեր սերնդի մարդկանց համար այս գրքերը շատ կարեւոր են, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ դրանք ոչ միայն հայտնի են, այլև օգտակար։ Դեսպանն անդրադարձ կատարեց նաև հայ-ճապոնական հարաբերություններին, գնահատելով այն ոչ միայն դրական, այլև դինամիկ զարգացող։ Վերջինիս խոսքով դրան նպաստում է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես վարչապետ Փաշինյանի նախորդ տարի Ճապոնիա կատարած այցը եւ մասնակցությունը Օսակա էքսպոին։ Վարչապետ Փաշինյանի այցը Օսակա էքսպո եւ երկու երկրների ղեկավարների հանդիպումը դրա վառ ապացույցն են, որին ներկա եմ եղել նաեւ ես եւ կարող եմ պնդել, որ այնտեղ շատ ջերմ մթնոլորտ էր տիրում։ Բացի այդ, Հայաստանը կիսում է նաեւ շատ կարեւոր արժեքներ Ճապոնիայի հետ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը։ Նշենք, որ Արևելագիտության ինստիտուտին նվիրաբերված գրքերի շնորհանդեսին տեսակապի միջոցով մասնակցեց եւ Հայաստանի Հանրապետության անունից շնորհակալություն հայտնեց նաեւ Ճապոնիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը։ Միջոցառման ավարտին Արևելագիտության ինստիտուտի կողմից դեսպան Յուտակային հանձնվեց շնորհակալագիր եւ յուրահատուկ նվեր։